Միջազգային հանրությունը պետք է Ռուսաստանի վրա ավելի շատ ճնշում գործադրի, որպեսզի Մոսկվան նստի բանակցությունների։ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ հղած հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ին, Եվրոպային եւ ողջ աշխարհին կոչ է արել միասնական լինել այս հարցում, ապա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն մի կողմ կդնի պատրանքները, թե արդյոք Մոսկվան իսկապես ցանկանում է ավարտել արդեն 5-րդ տարին ձգվող արյունալի այս պատերազմը։ Слава Україні! Треба садити русских за стіл. Մենք պետք է ռուսներին բերենք բանակցությունների սեղանի շուրջ, վերջապես անհրաժեշտ են պատժամիջոցներ, այնպիսիք, որոնք նրանց կստիպեն ցավից լաց լինել։ Ուկրաինային պետք է տրվի այն ամենը, ինչը կստիպի նրանց դադարեցնել պատերազմը, եւ դա հնարավոր է։ Закінчити війну. І це можливо. Զելենսկին վստահեցրել է Ուկրաինան խաղաղություն է ուզում, բայց նաև չի հանձնվի եւ թույլ չի տա, որ Ռուսաստանը ողջ աշխարհին խաբի, թե ամեն ինչ արագ կավարտվի, եթե Ուկրաինան հանձնի Դոնբասը։ Նախագահը վստահեցրել է, Ուկրաինան չի հրաժարվի այն ամենից, ինչն իրենն է, եւ չի վստահում Ռուսաստանին, քանզի այդ երկիրը խաղաղություն չի ուզում։ Պուտինը հույս ունի, թե ուկրաինացիները հոգնել են, սակայն դա այդպես չէ, վստահեցրել է Զելենսկին, հավելելով, որ Ռուսաստանի նախագահը երբեք չի հասկացել ուկրաինացիներին։ Нас не розумів. Тепер уже і не встигне. Ви хотіли забрати всю нашу. Հիմա շատ ուշ է դրա համար։ Դուք ուզում եք գրավել ամբողջ Ուկրաինան, բայց փոխարենը կորցրիք նավթավերամշակման գործարաններ, նավատորմ, շահույթ եւ մի ամբողջ սերունդ, որին ուղարկեցիք մսաղաց։ Ուզում եք, որ մենք անհետանանք քարտեզից։ Հիմա դուք եք դուրս մնացել քաղաքակրթության ապագայի միջազգային օրակարգից։ У міжнародному порядку денному майбутньої цивілізації. Ավելի ուշ Զելենսկին եւ առաջին տիկինը Կիևում հարգանքի տուրք են մատուցել զոհված զինվորների հիշատակին, եւ Ռուսաստանը եւ Ուկրաինան իդեպ իրենց զոհերի հստակ թիվը չեն բացահայտում, բայց անկախ հետաքննությունները հաստատել էին ռուսական կողմից ավելի քան 241,000 զոհված զինվորականի անուն։ Ուկրաինան վերջին անգամ իր կորուստների մասին հայտնել է այս փետրվարին, նշելով, որ սպանվել է 55,000 զինվորական։ Զելենսկի ուղերձից առաջ Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել էր, որ Եմեն Ուկրաինային լրացուցիչ $7 միլիարդ ռազմական օգնություն կտրամադրի։ Ուկրաինայի անկախության օրը մենք ցույց ենք տալիս մեր անսասան աջակցությունը, սոցցանցում գրել էր Ուրսուլա ֆոն դեր Լայենը, հավելելով, որ օգնությունը նախատեսված է հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռների, զինամթերքի եւ ռադարների համար, որոնք մեջբերում են շտապ անհրաժեշտ են Ուկրաինային։ Անկախության օրվա արդիվ Կիև են ժամանել ԵՄ պաշտոնյաներ եւ այսպես կոչված կամավորների կոալիցիա երկրների մի շարք առաջնորդներ, այդ թվում Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Էնդի Բըրնհեմը։ Սա այս պաշտոնում նրա առաջին այցն է Ուկրաինա։ Բըրնհեմի եւ Զելենսկիի նախագահությամբ ավելի ուշ նախատեսված է կամավորների կոալիցիայի հանդիպումը։ Կոալիցիան կքննարկի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու ուղիները, որպեսզի Մոսկվան դադարեցնի պատերազմը։ Ակնկալվում է, որ Բըրնհեմը կհայտարարի Ուկրաինայի հեռահար հրթիռների արտադրության կարողությունների ամրապնդման մասին։ Սա ենթադրում է, որ Մեծ Բրիտանիան կթույլատրի Կիևին տրամադրել անգլո-ֆրանսիական Storm Shadow հրթիռների բրիտանական բաղադրիչների մասին տեղեկությունները, որպեսզի օգնի Ուկրաինային այսպիսի հրթիռների սեփական արտադրությունը սկսել։ Կրեմլի խոսնակը քննադատել է Մեծ Բրիտանիային, հայտարարելով, որ Լոնդոնը յուղ է լցնում կրակին։ Դմիտրի Պեսկովը ընդգծել է, Մոսկվան խիստ բացասաբար է վերաբերվում այս քայլին, քանզի Մեծ Բրիտանիան ներգրավում է պատերազմում Կիևի կողմից։ Մեծ Բրիտանիան մեթոդաբար եւ պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա եւ մեթոդաբար ու պարբերաբար ծրագրեր է մշակում խաղաղ կարգավորման գործընթացում նույնիսկ աննշան առաջընթացը կանխելու համար։ Հենց դա է անում Մեծ Բրիտանիան։ Именно этим занимается Великобритания. Իսկ մինչ այդ ռուսական զորքը հարվածել է Օդեսայի մարզի առևտրի կենտրոններին, սննդամթերքի պահեստներին եւ էներգետիկ ենթակառուցվածքներին, կան տուժածներ։ Вот еще один залетает на наш склад. Ուկրաինական զինուժն իր հերթին անօդաչուներով հարվածել է Օզոն առցանց առևտրի հարթակի լոգիստիկ կենտրոններին Ադիգեայում, Դաղստանում եւ Ստավրոպոլում։ Ուկրաինական կողմը նաեւ պնդել է, որ ռուսական ռազմական գործարանի է հարվածել Ռոստովում։ Ռուսական կողմը դեռ չի հաստատել սա։ Ավելի վաղ Կիևը հարվածում էր օնլայն առևտրի մյուս խոշոր հարթակին Վայլբերիզի պահեստներին, պնդելով, որ դրանք օգտագործվում են ռուսական բանակի մատակարարման համար։ Մինչդեռ Վայլբերիսը հերքում է այդ պնդումները։